ով հնարավորություն ունի մի բան ավելացնելու, մի բան կառուցելու, մի բան ստեղծելու, ցանկանալու, տալու, տվեք այս քաղաքի, տվեք այն տեղին, որտեղ ապրում։ Ոչ թե մեկ գործով, այլ մի ամբողջ քաղաքի դեմքը կերտելով է հիշվում Ռաֆիկ Եղոյանը, ապրեց քաղաքի ու հայրենիքի հանդեպ սերը սրտում ու հասցրեց Գյումրուն տալ այն տեսքը, ինչով այսօր հպարտանում են թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս։ 94 տարեկան հասակում Գյումրին հրաժեշտ տվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր քաղաքի դիմագիծը կերտած ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանին։ Շատ լավ ճանաչում էր եւ մարդկանց, եւ քաղաքը, եւ քաղաքի մասշտաբը, նիստուկացը ու մեծ լումա ունեցավ եւ ներդրեց սա իր շնորհքը դրա մեջ ու կարելի ասել որ ինքը երևի դեմքը ձևավորողներից մեկն էր։ Ծնվել է 1931 թվականի ապրիլի 2-ին Լենինականում, 1961 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նույն թվականից եղել է Հայ պետնախագիծ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գլխավոր ճարտարապետը, 1990 թվականից Երևան նախագիծ ինստիտուտի Գյումրի արվեստանոցի գլխավոր ճարտարապետը, իսկ 1964-ից 1977 թվականներին միաժամանակ Գյումրու գլխավոր ճարտարապետը։ Մի փոքրիկ քայլ Աստծուն մոտ է, որովհետև Աստվածն էլ է արարիչ, ստեղծագործող մարդն էլ է ստեղծում ինչ-որ բաներ։ Քաղաքի մասին, ինչպես ասում են, որ շրջագայես, իրա կարելի ասել հոգևոր զավակներին կգտնես։ Նրա նախագծով կառուցվել են բնակելի, հասարակական, մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ։ Շատերին հայտնի Մայր Հայաստան հուշահամալիրը իր հեղինակությամբ երկաթուղային կայարանի շենքը հենց կառուցապատման մեծ ծրագրեր, ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը դեռևս եթե չեմ սխալվում 68-69 թվականներին եւ նաեւ երկրաշարժից հետո քանի կանգ ունեն ամենափրկիչը Մայր Հայաստանը, ինքը անմա կմնա յուրաքանչյուր գյումրեցի սրտում։ Գործընկերներն ու հարազատները շեշտում են Եղոյանի բարության, Գյումրին սիրելու առանձնահատուկ ձեռքը։ Որոշակի ճարտարապետական հայացքներ կրելով նաեւ կարելի ասել այդ սերնդի մասնագիտական ավակներ եւ դաստիարակներ։ Ինքը իր հոգով սրտով, իր ամբողջ մասնագիտական եւ մասունկային բաներով կապված էր Գյումրի քաղաքի հետ։ Քաղաքից հեռու ապրելը Եղոյանի համար հեշտ չէր, այդ զգացումը հաճախ է անհանգստացրել նրան։ Գնացքով գալիս եմ անդադ ուսամ, առաջին կավոր Արագածը չտեսա, ոնց որ մորս տեսնի։ Ազնիվ խոսք, լացս եկավ, չկարողացա անտարբեր նայել։ Հետո մոտեցանք Լենինականին շատ դողում էի, ոչ թե նրա համար ուղղակի կարոտը շատ էր այս տեղի նկատմամբ։ Շատ կարոտում էր Գյումրին, հատկապես որ մի քիչ ծերացել էր ու դժվարանում էր, շատ կարոտում էր, ես մի երկու առիթ ունեցել ենք դանդաղ քայլելով բերել եմ նայելա, տեսելա ու շատ ուրախանում էր, երբ որ ճանաչում էին ու ծանոթ մարդիկ էին հանդիպում իրան։ Հոր ուղով է գնացել որդին Գարեգին Եղոյանը, ստացած ամենամեծ դասը սկսածը ավարտին հասցնելն է։ Սկսած գործը ավարտելը երևի ամենակարևոր դասն էր։ Ինչպես Ռաֆիկ Եղոյանն էր ասում, մեծացել է քաղաքի պարզունակ խանջարների միջավայրում եւ միշտ համարել, որ ամենամեծ մարդկային արժեքը բարությունն է։ Այդ բարությունն ու համեստ հանճարը դարձան հիմք, որպիսի Ռաֆիկ Եղոյանի անունը հավերժ մնա Գյումրու պատմության ու կերպարի մեջ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդկվիստին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։
2023-ից մեր երկրում փուլային տարբերակով ներդրվեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Գործընթացը մեկնարկեց ըստ հայտարարատու անձանց խմբերի, պետական համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հարց ու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիներ, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք եւ արդեն երրորդ փուլով մեր երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում կենսաթոշակառուները։ Հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար կա 3 հիմնական նպատակ։ Ունենալ նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների վերաբերյալ անձնավորված հաշվառման համակարգ, երկրորդ նպատակը դա մարդկային կապիտալի զարգացումներ, այսինքն որպեսզի մենք կարողանանք հնարավորություն ունենալ առողջապահության եւ կրթության գծով ծախսերի փոխհատուցում տալ եւ երրորդ նպատակը պետություն քաղաքացի հարաբերությունները նոր մակարդակի բերելն է։ Համակարգի ներդրմամբ պետությանը հաջողվեց նաև ստվերային գործարքները որոշ չափով կրճատել։ Համակարգի ներդրման առաջնային փուլից սկսած պետությունը հետևում է հայտարարագրման ընթացքին եւ ի հայտ եկած խնդիրներին։ Վերջիններով պայմանավորված պարբերաբար վերանայվում են մեխանիզմները գործիքակազմերն առավել կատարելագործելու համար։ Փոփոխություններ մշտապես կատարվել են, վերջին վերանայումը վերաբերում էր հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետներին։ Մայիսի 1-ը փոխարինվեց նոյեմբերի 1-ով եւ ինչպես Բաբկեն Թունյանն են նշում, դա հիմնականում պայմանավորված էր ID քարտերի պահանջով ու այլ տեխնիկական բնույթի հարցերով։ Այժմ էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները նախաձեռնել են մեկ այլ փոփոխություն եւս, որն առաջիկայում արտահերթ կարգով կբերվի դահլիճ։ Ընդ որում այդ փոփոխությունը ոչ թե միանգամից ենք որոշել կամ ինչպես մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ ասում են իրենց պայքարի արդյունքում, այլ այս մասին դեռ ամիսներ առաջ հայտարարում ենք, որ մենք աշնանը հանդես կգանք եկամուտների հայտարարագրման համակարգի էական պարզեցման փոփոխություններով։ Փոփոխությունները բնականաբար քննարկվել են կառավարության գործընկերների հետ։ Պարզեցումները կլինեն եւ օրենսդրական եւ տեխնիկական մակարդակում գործող կարգավորումների համաձայն մինչեւ նոյեմբերի 1-ը հայտարարագիր չներկայացնելու դեպքում սահմանված էր տուգանք։ Նոր նախագծով փոխվում է տրամաբանությունը։ Այսինքն հայտարարագիր կարող են մարդիկ եւ չլրացնել մինչև վերջնաժամկետը եւ քանի որ պետական եկամուտների կոմիտեն ինքը արդեն իսկ ունի որոշակի տվյալներ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ, ինքը ինքնաշխատ այսօր էլ այդ տվյալները լրացնում է։ Սա ենթադրում է, որ եթե քաղաքացին ինքը չի լրացնում հայտարարագիրը, պետական եկամուտների կոմիտեի կողմից լրացված տվյալներով համարվելու է, որ մարդու հայտարարագիրը լրացված է եւ հանձնված է։ Այսպիսով քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե պետական եկամուտների կոմիտեում առկա ֆինանսական տվյալներից բացի այլ եկամուտ չունի։ Այս առումով առաջին հերթին մենք երևի այն մարդկանց գործն ենք թեթևացնում, հատկապես 100,000-ավոր կենսաթոշակառուների, որոնք որ ըստ էության կենսաթոշակից բացի այլ եկամտի աղբյուր չունեն։ Ինչպես նաև այն մարդիկ, որոնք օրինակ վարձու աշխատող են եւ այլ եկամուտներ չունեն։ Հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կլինի այն պարագայում, երբ քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական կրեդիտներից։ Ընդգծում է падգամավորն ու հիշեցնում, որ պետության կողմից շահառուն հետվճար ստանում է այն դեպքում, երբ տարվա ընթացքում կատարել է առողջապահության եւ կրթության գծով ծախսեր։ Այդ գումարները յետ ստանալու հնարավորությունից կարող են օգտվել այն մարդիկ, որոնք որ մուտք են գործում եկամուտների հայտարարագրման համակարգ էլեկտրոնային ստորագրությամբ եւ գոնե մի հատ փոքր գործողությամբ թեկուզ առանց որևէ բան փոխելու հաստատում են այդ հայտարարագիրը։ Նախագծով պետական եկամուտների կոմիտեին կտրվի հնարավորություն ունենալ հասանելիություն նաև ֆոնդային բորսաների որոշակի տվյալների մասով, որպեսզի ինքնաշխատ եղանակով լրացվեն նաև արժեթղթերից ստացված եկամուտները։ Պարզեցված համակարգը նաև կօգնի ավանդատուներին։ Կլինի հատուկ հնարավորություն, եթե իրենք պետական եկամուտների կոմիտեին իրենց համաձայնությունը տան ընդհանրապես մի հատ գալիճկա դնելով, որ համաձայն է, որ պետական եկամուտների կոմիտեն իրենց բանկային ավանդների ստացվող եկամտի մասին ինֆորմացիա ունենա, այդ ինֆորմացիան էլ ՊԿ կստանա եւ ավտոմատ կլրացնի։ Արտահերթ նիստից հետո կլինի նաեւ հստակ ցանկ, թե որ եկամուտները կհայտարարագրվեն եւ որոնք կհարկվեն։ Մեզ հարցնում են, ասենք, եթե ես մեքենաս օտարել եմ, վաճառել եմ կամ տունս վաճառել եմ, այդ գումարը հայտարարագրման ենթակա է, հարկման ենթակա է։ Մենք ասել ենք, որ դա հայտարարագրման ենթակա է, բայց հարկման ենթակա չի։ Հայտարարագրման ենթակա անձանց թիվը վերջնապատկերում ըստ Բաբկեն Թունյանի կկազմի շուրջ 2 միլիոն։
Կյանքը սիրելու արվեստ է։ Ռոբերտի կյանքը այսպես կարելի է կոչել։ Ռոբերտի օրը մի փոքր տարբերվում է ուրիշների օրերից։ Լուսաբացներն ուրիշ են, կենցաղն ուրիշ է, բայց կյանքը նույնն է, չէ՞ ասում է Ռոբը։ Զինվորի տանը նրան Ռոբ են կոչում։ Ռուսաստանից եկած, այստեղ բուժվող մեր ժպտերես բուժարուն է։ Մերսի։ Այսպես, թերապիայի ընթացքում ամեն շարժումից հետո շնորհակալ բուժարուն իր գոհունակությունն է հայտնում։ Երբեք ոչ ոքի մտքով չէր անցնի, թե ինչ վնասվածք ունի Ռոբը։ Ժպիտը, հումորը, ամեն ինչ կյանքը սիրելու մասին է։ Ես ծնվել եմ Լեննագան, բայց 7-8 տարեկանից ես ընտանիքով գնացել եմ Ռուսաստան։ Պարանոցի կոտրվածք բարդ դեպքերից է։ 17 տարեկանից հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվող տղան ուզում է օրինակ ծառայել ուրիշների համար։ Սայլակին հայտնված մարդկանց համար, որ տնից դուրս գալ չեն ուզում, ապրել չեն ուզում, կյանքը չեն սիրում։ Մարդիկան որ դուրս չեն ելնի, պրոստը կմտածեն, որ սաղ իրանց կնայեն։ Ես պրոստը գիտեմ, որ ես կնայի։ Հետաքրքիր է, որ մարդիկ դուրս չեն ելնի, ռեդկը կայլացկով մարկանց կտեսնի ու հետաքրքիր է նայելը։ Ես որ կենիմ գիտեմ, որ ընձիպի նայեմ, թարավսար։ Չես ներվում դրանից։ Չէ, իմ դուրս դաժե մեկ կուկա երեխեքը ամենալավն են, երեխեքը անդատ նայենգը, ես է իրանց մինչև վերջ պեսնա նայեմգը։ Երկու մոմենտ կա, если честно, կրնա, например, իմ մոդաս, մեկ հարմար չև ցելեմ դուրս ելնելը, հարմարություն է չկա, տեղ չկա ելնելու, ու որ ելնիս, ինչ-որ շատ մարդ պետք է բան խնդրես, որ քեզի դուս հանի, ադորի եսից դու ինչ-որ չուզենաս արդեն ելնիս։ Կյանքին ուղված բոլոր հարց ու պատասխանները ինքն իր մեջ է գտնում։ Այսպես է ստացվել։ Ես ինձ ընդունել եմ այսպիսին։ Համի կայլասկով ես, ինչ որ կա ադորի աշխատի, պետք չէ լացանել։ Համիսպես ես։ Ամեն ինչ տեղի ունեցավ շատ պատահաբար։ Ընկերների հետ ժամանցի էին գնացել, ջրամբար կար, բոլորովին չէր պլանավորել լողալ։ Ջուրն եմ թռե խորը չէր։ Անմիջապես հիվանդանոց են հասցրել, վիրահատել։ Ու հենց այդտեղն է, ես արդեն սկսեցի առաջի ռեաբիլիտացիայի կուրսը։ Առաջին անգամ Ռոբը զինվորի տուն է եկել 2019-ին։ Անձնակազմի հետ շփումները կողքից նման են ընտանիքի անդամների կամ ընկերների հետ շփման։ Շատ լավ է այստեղ։ Համ պալատները, համ ուտելիքը, համ մարդիկ շատ լավ է սարքած։ Բուժումն էլ է շատ լավ։ Էրգոթերապևտը շատ լավն է, շատ դուրսու կա։ Ես ռես ոդից հետ խնդիրներ ունեի, դժվար էր կանգնելը, որովհետև վերքերը ստացե, դորեսից քիչ մգաններս փակվան։ Ես ամսովա մեջ արդեն լավ բացեցինք ոտս։ Սոցիալական ցանցերի իր էջերում հումորային կոնտենտ է առաջարկում, իսկապես շատ սուր հումոր ունի, բայց հումորի ետևում տղայի լուրջ գաղափարներն են, լուրջ հայացքները։ Մտածելակերպ է ուզում փոխել։ Ուզում է, որ մարդիկ ավելի շատ իմանան հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների, անհարմարությունների մասին, որ չզարմանան, այդպես չնայեն։ Ես ինչ-որ իմ ընկերներից մեջը պրոսվիտիտ եմ եղնիմ։ Իրանց մտածելակերպի մեջ ես 100% փոխել եմ։ Կյանքի իմաստն ու հմայքը շատ պարզ բաների մեջ է գտել, պարզ մարդասիրական։ Դուս ելնիմ, մե մարդուն պրոստը օգնեմ, չորը դիգարտեն կյանքի իմաստը եմ։ Մորս կսիրեմ, աղբորս կսիրեմ, ընտանիքիս կսիրեմ, ես ընձիկը սիրեմ, այդ կոմով հետև է, если честно։ Ընձի ես իմ ինչ բան պետք չէ, որ ես ուրախ եմ։ Ես ընձի լավ կզեմ։ Ավան հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային ծառայություն առաջնային օղակ դիմող շաբաթական շուրջ 800 պացիենտից մոտ 150-ին այստեղ է բերում տագնապային խանգարումը։ Պատերազմ, կովիդ, այո, տենդենսը նկատվում է, որ տագնապային խանգարումները
օրորի շատանում են, դա արտացոլվում է յուրաքանչյուր բժշկի մոտ այցելուների քանակի աճով, մոտ 30-ից 35% շատացել է այցելուների քանակը տագնապային խանգարումների, պարագայում։ Պացիենտները տարբեր տարիքի կանայք, տղամարդիկ ու դեռահասներ են։ Մեզանից յուրաքանչյուրս նաև կարող ենք ունենալ այդ տագնապային ապրումները, ախտանիշները եւ ողջունվում է, որ ներկայումս հոգեբուժների մոտ այցելությունների դիմելության տենդենսը նկատվում, կանայք ավելի շատ են տագնապային խանգարումներով որպես օրենք դիմում, որովհետև տղամարդիկ որպես օրենք մի փոքր զուսպ են, ավելի փորձում են թաքցնել, քողարկել, այլ ձևով սուբլիմացնել այդ տագնապային ախտանիշը, կանայք ավելի էմոցիոնալ են որպես օրենք ու կարող արտահայտում են իրենց այդ խնդիրները տագնապի ախտանիշներով։ Իսկ ինչ է տագնապային խանգարումը, նույն ինքը հասարակության մեջ ավելի շատ ընդունված նևրոզ է։ Հիմնականում հենց տագնապային խանգարումներին են ժողովուրդը ասում նևրոզ։ Այ հենց տեսնում են իրենց բարերով նևրոզի ախտանշաններ ունեն, պետք է անպայման դիմեն հոգեկան առողջության մասնագետի։ Այն կարող է դառնալ քրոնիկ ու շատ ավելի դժվար բուժելի։ Մինչդեռ տագնապը, հատկապես եթե այն չի հասցրել քրոնիկ դառնալ, համարվում է ամենահեշտ բուժելի հոգեկան խանգարումներից մեկը, եթե ոչ ամենահեշտը։ Տագնապային խանգարումը հակում ունի լրիվ առողջանալու, այսինքն անձը ամբողջությամբ առողջանում է եւ հետագայում որևէ ախտանշաններ իր մոտ չեն առաջանում կապված կոնկրետ այս պահին տագնապային խանգարումների հետ։ Կախված տագնապի ինտենսիվությունից, կախված ախտանշաններից, կախված ախտանշանների ծանրությունից մենք իրականացնում ենք բուժում կամ դեղորայքային, կամ ոչ դեղորայքային, այսինքն հոգեթերապևտիկ բուժում, որոշ դեպքերում նաև համակցված բուժում։ Սրան հակառակ դեպքեր են լինում, որ ախտանիշներն այնքան արտահայտված են լինում, որ այդ սուր վիճակից պացիենտին հանելու միակ տարբերակը մնում է հոսպիտալացումը։ Տագնապային խանգարումները բավականին բացասական են անդրադառնում կյանքի որակի վրա, պարբերաբար արտահայտվելով նաև առողջական խնդիրների տեսքով։ Սրտխփոզն է, հաճախասրտությունը, հաճախակի շնչառական ակտի արկայությունը, առատ քրտնատադրությունը, դիսպեպտիկ երևույթներն են, որոնք ստամոքսաղիքային տրակտի հետ կապված տարբեր լոկալիզացիա ախտանիշներն են, որոնք որպես օրենք տագնապի խանգարումների ժամանակ ուղեկցում են։ Եվ դրանք կարող են դառնալ նաև նշան մեր այցելուների համար, հասկանալու իրենց հետ ինչ է կատարվում եւ դիմելու բժշկին։ Մասնագետները նկատում են այս ախտանիշների դեպքում պացիենտները խուսափելով հոգեբույժի դիմելուց հաճախ դիմում են հոգեբանի, ինչի արդյունքում երբեմն ունենում ենք բուժման համար կորցրած ժամանակ։ Ավան հոգեկան առողջության կենտրոնում հոգեբանական ու հոգեբուժական ծառայությունները տրամադրվում են պետական պատվերով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում։ Լեկորնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնում մնալով ընդամենը 27 օր։ Նա X-ում գրել է, որ ընդունում է իրեն վստահված առաքելությունը պարտականության զգացումից ելնելով։ Լեկորնյուն խոստացել է անել հնարավորը մինչև տարեվերջ Ֆրանսիայի պետբյուջեի հետ կապված խնդիրները հասցեագրելու համար։ Պետք է վերջ դնենք քաղաքական ճգնաժամին, որը զայրացնում է ֆրանսիացիներին եւ անկայունության որն ազդում է Ֆրանսիայի կերպարի եւ շահերի վրա նշել է պաշտոնյան։ Լեկորնյուն պետք է ձևավորի նոր կառավարություն, ապա ներկայացնի 2026 թվականի բյուջեն, որի նախագծի շուրջ արկա տարաձայնություններն էլ հենց դարձել են նախորդ վարչապետ Ֆրանսուଆ Բայրուի հրաժարականի հիմնական պատճառը։ Լեկորնյուի անսպասելի վերանշանակմանն ընդառաջ Էմանուել Մակրոնն ընդունել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդներին բացառությամբ ծայրահեղ աճ եւ ծայրահեղ ձախ կուսակցությունների։ Բյուջետային հարցերի համաձայնեցման է եւ կառավարության հետագա ծրագրերին նվիրված հանդիպումից հետո պաշտոնյաները չեն բացառել, որ դեմ կքվեարկեն Լեկորնյուի կառավարությանը։ Ֆրանսիայում սեպտեմբերի 18-ից զանգվածային ցույցեր էին սկսվել, հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ, այդ թվում Փարիզում, բողոքելու կառավարության տնտեսական խիստ քաղաքականության դեմ։ Քաղաքացիները դժգոհել են իշխանության բյուջետային ծրագրերից, պահանջել չեղարկել նախորդ կառավարության ֆինանսական նախաձեռնությունները, ավելացնել հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը, մեծացնել հարուստների համար հարկերը եւ չբարձրացնել կենսաթոշակային տարիքը։
Գազայի հատվածում հրադադար հաստատվելուց հետո մոտ 250,000 մարդ վերադարձել է Գազա քաղաք, որտեղ վերջին շրջանում ամենաթեժ ռազմական գործողություններն են ընթացել եւ պաղեստինցիները ստիպված են եղել հեռանալ անկլավի այլ տարածքներ։ Նշվում է, որ եւս շուրջ 200,000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ։ Հրադադարի եւ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի գերեվարած անձանց վերադարձի մասին համաձայնությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։ Իսրայելից հայտարարել են, որ Ցահալի ուժերը հետ են քաշվել համաձայնեցված գծեր, սակայն չեն լքելու Գազայի հատվածը, քանի դեռ Համասը չի չեզոքացվել։ Բենյամին Նեթանյահուն խոստացել է անհրաժեշտության դեպքում կրկին ուժ կիրառել։ Համասն էլ հույս է հայտնել, որ պատերազմը վերջնականապես դադարեցվել է։ Միևնույն ժամանակ շարժումը բացառել է, որ հակամարտության կարգավորումից հետո Գազան կարող են վերահսկել արտաքին ուժերը, սակայն Համասը եւ այլ խմբավորումներ ողջունել են արաբական եւ միջազգային մասնակցությունը տարածաշրջանի հետ պատերազմյան վերականգնմանը։ Շարժումը հայտարարել է, որ չի պատրաստվում Իսրայելի պահանջով լուծարվել, փոխարենը կարող է ներգրավվել պաղեստինյան ապագա բանակին։ Իսրայելական կողմն էլ թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերից զոհված զինվորականների թիվը։ Պաշտոնական տվյալով պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է իսրայելցի 914 զինվոր, նրանցից 467-ը Գազայում ցամաքային գործողությունների ընթացքում։ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում Չինաստանի վերաբերյալ հրապարակում է արել, քննադատելով Պեկինին հազվագյուտ մետաղների հետ կապված եւ այլ արտադրանքի համար արտահանման վերահսկողություն սահմանելու մտադրության համար։ ԱՄՆ նախագահի խոսքով չինական կողմը համապատասխան նամակներ է ուղարկել տարբեր երկրների, ինչի պատճառով բոլորը վրդովված են։ Ես 2 շաբաթից պետք է հանդիպեի նախագահ Սիի հետ Հարավային Կորեայում կայանալիք Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, բայց հիմա դա անիմաստ է թվում, հավելել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ վերջին 6 ամիսներին Վաշինգտոն-Պեկին հարաբերությունները շատ լավն են եղել, ուստի առևտրային այս թշնամական քայլն անսպասելի էր, սակայն ենթադրելի։ Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը դիտարկում է պատասխան միջոցառումներ, որոնցից մեկը ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների համար մաքսատուրքերի զգալի բարձրացումն է։ Ավելի ուշ Թրամփը մանրամասնել է, որ Վաշինգտոնը նոյեմբերի 1-ից կամ ավելի շուտ 100%-ի լրացուցիչ մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների համար։ Սյունիքի լեռնաշատ գոտիներում գտնվող Սիսիանի տարածաշրջանն առանձնանում է իր բարդ ռելիեֆով եւ քաղցրահամ սառնորակ ու վճիտ աղբյուրներով։ Զորզորը, Զույգ աղբյուրը, Կատնաղբյուրը, Յոտնաղբյուրը, Մուխուրթուրյանն ու Շաքին, որոնցից գետ է գոյանում, ստեղծում Շաքիի ջրվեժն ու միաժամանակ ջուր մատակարարում մի շարք բնակավայրերի։ Սիսիանի տարածաշրջանի եւ հարակից Աշոտավան հացավան համայնքների համար դժվար է գերագնահատել Մուխուրթուրյան Աշոտավան հացավան ջրատարի կարեւորությունը։ Ճիշտ է, այստեղ այլ աղբյուրներ եւ ջրագծեր էլ կան, սակայն հասանելիք ջրի մեծ մասը տեղի սպառողներն այնուամենայնիվ ստանում են տարածաշրջանի այս կարեւոր նշանակություն ունեցող խողովակաշարով։ Այստեղից էլ այն մշտական ուշադրությունը, որ Veolia ջուրընկերությունը դարձնում է այս ջրատարին։ Մուխուրթուրյան Աշոտավան հացավան ջրատարը սկիզբ է առնում Աշոտավան գյուղի մուտքից եւ ձգվում 17.4 կիլոմետր։ Եվ ահա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվերով ճանապարհային դեպարտամենտի եւ կապալառու կազմակերպությունների մասնակցությամբ տարածաշրջանում սկսված բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ Veolia ջուրընկերության Սիսիան շահագործման տեղամասը սկսել է ջրատարի վերակառուցման աշխատանքներ։ Այս պահին աշխատանքները իրականացում են դեռ Աշոտավան բնակավայրի ներսում, որը գտնվում է արդեն ավարտական փուլում։ Ներտնային միացումները ամբողջությամբ 34 բաժանորդի համար իրականացվել է։ Նախկինում տեղադրված մետաղական տարաները ամբողջությամբ ապամոնտաժվել են, բնակիչների համար տեղադրել ենք նոր ջրաչափական պոլիմերավազային հանգույցներ, բոլոր բնակիչների համար կառուցել ենք նոր 20 մմ պոլիէթիլենային խողովակներով ջրագծեր։ Նախկինում կառուցված խողովակաշարերի համար չկար սահմանված խորություններ եւ չկար հստակ ուղղություն, որը թե կապալառու կազմակերպության համար էր խնդիր աշխատանքներ իրականացնելու, թե մեր
շահագործման տեսանկյունից։ Մոխորթուրյան Աշոտավան Հացավան ջրատարի 3920 մետրն անցնում է ճանապարհի երթևեկելի մասով, խոչընդոտելով թե տրանսպորտի շարժը, թե ջրամատակարարման գործընթացը։ Այդ պատճառով որոշվել է համակարգն ամբողջությամբ փոխարինել նոր մետաղական եւ պոլիէթիլենային խողովակաշարերով։ Իրենց կողմից իրականացվում է խրամուղու փորման, մշակման եւ հետլիցքի աշխատանքներ, մեր կողմից իրականացվում է ջրագծի մոնտաժման աշխատանքներ։ Նախկինում տեղադրված խողովակաշարի տրամագիծներ ենք մենք փոխել, ավելի ենք մեծացրել, հետագայում ավելի ջրաքանակ ուղղելու համար 110 մմ-ի փոխարեն 160 մմ ենք տեղադրում, 90 մմ-ի փոխարեն 110 մմ-անոց պոլիէթիլենային ու այդ խողովակները համապատասխանեցրել ենք տարածքի ճնշումներին։ Իդեպ վերակառուցման համար նախատեսված 3920 մետր խողովակաշարի 2820 մետրը վերաբերում է Մոխորթուրյան Աշոտավան Հացավան ջրատարին, իսկ 1100 մետրը Աշոտավանի ներքին ցանցին։ Աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով, չխաթարելով համայնքի ջրամատակարարումը։ Աշոտավան գյուղի ներքին ցանցը, որ նախկինում բնակիչները օգտվել են, ամբողջությամբ խզվել է, արդեն բոլորը 34 բաժանորդներն օգտվում են նոր տեղադրված 63 մմ-անոց պոլիէթիլենային խողովակից։ Սիսիան շահագործման տեղամասն այս բոլոր աշխատանքներն իրականացնում է իր ամենօրյա վթարաբերացման գործերին զուգահեռ։ Տեղամասը սպասարկում է ավելի քան 6000 բաժանորդի, ներառյալ Սիսիան քաղաքն ու հարակից բնակավայրերը՝ Բռնակոտ, Աշոտավան, Հացավան, Սպանդարյան եւ Իշխանասար։ Տարածքի բոլոր բնակավայրերում ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա գրաֆիկով։ Մեր սպասարկման տարածքում էլ շատ վթարներ ենք ունենում, որը մեծ աշխատանքի հետ համատեղելով կարողանում ենք հասցնենք։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի բողոքներ չունենանք։ Օրական 5-ից 6 վթար ենք վերացնում, միայն ջրամատակարարման համակարգը, մի քիչ ավելի շատ ջրահեռացման։ Ջրահեռացման դեպքում սպասարկում ենք մենակ Սիսիան քաղաքը, բայց շատ ենք ունենում խցանումներ։ Պետություն համայնքապետարան Վիոլիա ջուր գործակցությունը ըստ Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալի տալիս է իր տեսանելի արդյունքները։ Նրա խոսքով ջրատարի եւ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները վառօրինակ են, թե ինչպես կարելի է համատեղ ուժերով լուծել տարիների կուտակված խնդիրները։ Ամեն քայլում կա փոխըմբռնում եւ աջակցություն։ Վիոլիա ջուր ընկերության հետ մենք համատեղ տարբեր ծրագրերում, տարբեր աշխատանքներում համագործակցում ենք, ցանկացած խնդիրել լուծում ենք համատեղ, իրար հետ քննարկելով, իրար հետ խնդիրները լուծելով։ Մոխորթուրյան Աշոտավան Հացավան ջրատարի ամբողջական փոխարինումից հետո Աշոտավանի եւ հարակից բնակավայրերի բնակիչները կունենան անխափան, կայուն եւ որակյալ ջրամատակարարում, իսկ արդեն ավարտված 1720 մետրանոց հատվածը վկայում է։ Ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի եւ հստակ նպատակով։ Սյունիքի ամենաբարդ լեռնային համայնքներից մեկում ունենալ ջրամատակարարման ժամանակակից համակարգ։ Բերդ քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ սոցիալ-կրթական կենտրոն, նախատեսված երեխաների, ծնողների ու երիտասարդների համար։ Այն լրացնում է Տավուշի թեմի մյուս Արևիկ եւ Պապոնց տուն կենտրոնների շարքը։ Մեծ ծրագրի այս նախագծի նախաձեռնողը Պահապան հիմնադրամն է, որը միավորել է մի շարք գործընկերների Բերդում նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Կենտրոնը կունենա ժամանակակից շինություն, ապահով միջավայր, որտեղ երեխաները կարող են սովորել, զարգանալ, իսկ մեծահասակները ստանալ սոցիալական աջակցություն ու մասնագիտական գիտելիքներ։ Սիրելի հայ բարեկամներ, ես Հայաստանում Japanese դեսպան Աուկին եմ։ Japan has a lot of projects in Tavush region. Կենտրոնի ստեղծմամբ մենք բարելավում ենք ենթակառուցվածքները, որոնք մարդկային անվտանգության տեսանկյունից կարևոր են։ Այս տարածքը կլինի որպես համայնքային կենտրոն, բնակչության բոլոր խմբերի համար։ Հայաստանում իրականացվող աշխատանքներում կարևորությունը տրվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին, եւ Բերդը, որպես սահմանամերձ գոտի ու տեղահանված բնակչության ընդունող համայնք, այս առումով լուրջ կարևորություն ունի։ Տավուշի մարզում եւ Հայաստանում առհասարակ մենք տարբեր ծրագրեր ունենք։ Ջրամատակարարման ցանցի ստեղծում, գյուղատնտեսների համար բժշկական սարքավորումների տրամադրում, բուժ հաստատությունների, կրթական կենտրոնների վերանորոգում եւ նմանատիպ այլ ծրագրեր։ Տավուշն անչափ գեղեցիկ է, բայց ամենակարևորը, որ կարող եմ նշել, հյուրասիրությունն ու հյուրընկալությունն է, մարդկանց ջերմությունը, որ ես զգում եմ լավագույն տպավորությունն է ինձ համար։
Կառուցվելիք կենտրոնի նպատակը մեկն է համայնքի բնակիչներին տալ գործնական գիտելիքներ ու հնարավորություններ, որոնք կարող են նրանց համար ավելի կայուն ապագա ապահովել։ Այն նախատեսված է տարեկան շուրջ 300 երեխաների ու երիտասարդների համար։ Բերդի սոցիալ-կրթական կենտրոնը նպատակ ունի Բերդ համայնքում ստեղծել մի կրթօջախ, որտեղ երեխաները, տարեցները, մեծահասակները եւ կանայք միշտ ունենան հնարավորություն հավաքվելու, միասին սովորելու, շփվելու, դառնալու համայնքի համար մի զարկերակ, որտեղ որ թե կրթական, թե սոցիալական ծրագրերը կդառնան համայնքի համար սոցիալական եւ կրթական խնդիրները լուծելու մի հնարավորություն։ Կրթական ու սոցիալական բաղադրիչներից զատ կենտրոնը կդառնա մշակութային ու համայնքային միջոցառումների նոր հարթակ։ Այստեղ նախատեսվում են անցկացնել ներառական կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ ու համայնքային նախաձեռնություններ արդեն բարենպաստ պայմաններում։ Մենք Փառք Աստծո Բերդ քաղաքում, որ գրեթե 100 տարի չունենք, հիմա ունենք գործող եկեղեցի եւ մյուս ծառայությունը համակարգելու համար, սոցիալական ծառայությունը ավելի համակարգված մատուցելու մեր ժողովրդին անհրաժեշտություն կար սոցիալական կրթական կենտրոն ունենալ, որը ինչպես տեսնում եք արդեն զգալի մասը կատարվել է եւ այսօր առաջին փուլի այդ ավարտումը մենք ազդարարեցինք, արդեն հույս ունենք, որ մյուս տարի ամբողջությամբ կավարտենք շինարարությունը եւ դռները կբացի մեր զավակների համար, որոնք այստեղ հոգեոր կրթություն կստանան, այլ ծառայություններ կմատուցվի մեր ժողովրդին եւ հատկապես նրանք, ովքեր դրա անհրաժեշտություն ունեն։ Բերդ համայնքի համար սոցիալ-կրթական կենտրոնը փորձ է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կարող են առանց սահմանափակումների սովորել, ծնողները ստանալ անհրաժեշտ աջակցություն, իսկ երիտասարդները գտնել նոր ուղիներ ինքնակատարելագործման ու սոցիալ-տնտեսական կայունության համար։